Բարի երեկո, դուք դիտում եք Ամեկ Պլյուսի IFF Plus հաղորդումը, սկզբից օրվա ամփոփումը 120 վայրկյանում։ Եթե մայիսի 17-ի տեղական հանրաքվեն արդար անցնի, ապա գյուղացիների 95%-ը դեմ կարտահայտվի, ասում է ԲՀԿ-ական պատգամավոր Լովա Խաչատրյանը, որը կտրականապես դեմ է համայնքների խոշորացման։ Ոչ բյուջեի ավելանում, մարդկանց ավելորդ քաշքշուկի մեջ են գցում։ Ամուսնալուծությունների թիվը Հայաստանում անհամեմատաճել է։ Պատճառները տարբեր են։ Մեծ թիվ է կազմում հատկապես 1-ից 7 տարվա ամուսնական կյանքից հետո գրանցվող բաժանությունների թիվը։ Հոգեբան Իրինա Ծատուրյանը տեղեկացրել է. Շատ բաժանության պատճառը եւ դա թիվ է արդեն այսօր արտագնա աշխատանքը։ Նախորդ տարվա ընթացքում ընտանեկան բռնությունների հետևանքով Հայաստանում 12 կին է մահացել։ Կանանց իրավունքների կենտրոնի նախագահ Սուսաննա Վարդանյանի խոսքով նման դաժան ցուցանիշը կարող է նվազել ընտանեկան բռնությունների մասին օրենքի ընդունման պարագայում միայն։ Օրենքը կսանձի որոշ տոկոսով բռնարարներին։ Ժառանգություն կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը ոստիկանությանը մեղադրում է անտարբերության մեջ։ Ըստ նրա Աբովյան քաղաքում բնակվող Մխիթարյանների ընտանիքի մասին 2004 թվականի դեկտեմբերի 5-ից տեղեկատվություն չկա։ Այս ընտանիքը իր երեխաներին վերցրել է, գնացել է նրանցից երկուսը դպրոցահասակ են, մեկը բանակ պիտի գնար, չի գնացել, ուրեմն չորրորդն էլ պիտի ծնվի, կամ գուցե ծնվել է։ Այս մարդիկ չկան։ Ոստիկանությունը գիտի, բայց չգիտեմ ինչ է անում։ Տարեսկզբի սկրինինգային անվճար հետազոտություններ են իրականացվում առավել բարձր մահացություն ունեցող 3 հիվանդությունների՝ սրտանոթային համակարգի, չարորակ նորագոյացությունների եւ շաքարային դիաբետի վաղ հայտնաբերման ու կանխարգելման նպատակով։ 56000 քաղաքացիների մոտ հետազոտվել է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը։ Հետազոտվածներից 10%-ի մոտ գրանցվել են նորմայի հետ կապված տատանումներ։ Այս մասին հայտնել է առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Նելսոն Զուլոյանը։ ԵԱՀԿ Մինսկի անդամ բոլոր երկրները սատարում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը բանակցությունների միջոցով։ Այս մասին Twitter-ում գրել է Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Վորլիկը։ Նրա փոխանցմամբ նա այսօր խորհրդակցություններ է ունեցել Մինսկի խմբի անդամ իտալացի պաշտոնյաների հետ։ Տաքսու որոշ վարորդների ամենևին էլ դուր չի եկել անհատ տաքսիստ Արման Գալստյանի հանդիպումը Գագիկ Բեգլարյանի հետ։ Նրանք այդ հանդիպման մասին չեն իմացել, չեն էլ լիազորել այդ անձին հանդիպել նախարարի հետ։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անհատ տաքսիների վարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Համլետ Մանուկյանը հայտարարել է. այդ հանդիպումը ոչ մի նորմալ արդյունքի չի բերել, ընդհանուր համաձայնության չեկած խոսակցություն է, մեր պահանջները չեն իրականանում, ասել է ՀԿ ներկայացուցիչը։ Հույդա ժառանգություն խմբակցությունների եւ անկախ պատգամավոր Էդմոն Մարուկյանի նախաձեռնությանը այսօր ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում միացել են նաեւ ՀՀԿ եւ ԲՀԿ խմբակցությունները։ Առաջարկվում է տնտեսական հարցերի հանձնաժողովին վերապահել մոնիտորինգ մշտադիտարկում անցկացնելու լիազորություն։ Հանձնաժողովին հնարավորություն է տրվում գազի սակագնի խնդիրները քննարկել բոլոր իրավասու մարմինների, այդ թվում նաև սպառողների շահերը պաշտպանող կազմակերպությունների եւ համակարգի ձեռնարկությունների հետ։ Օրվա լրահոսը։ Գագիկ Ջահանգիրյանի համար տարօրինակ չէ, որ իշխանությունն այդպես էլ չկարողացավ բերման ենթարկել Սյունիքի մարզպետի որդուն վերջինիս վերագրվող հանցանքից հետո 12 օրվա ընթացքում։ Երբ որ պետք է լինում, մի ժամվա ընթացքում բերման են ենթարկում։ Հանրապետականները տհաճությամբ են մեկնաբանում Սուրիկ Խաչատրյանի որդու անհայտացումը հայ իրավապահների տեսադաշտից։ Մենք տեղեկացված չենք այդ մասին։ Ես այդ հարցը ինձ համար համարում եմ փակ եւ չեմ ցանկանում անդրադառնալ։ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը տեղյակ է, որ այդ տղայի հանդեպ հետախուզումի հայտարարված ենթադրվող հանցանքից 12 օր հետո մարզպետի որդու ձերբակալված չլինելը պարոն Սահակյանը չի համարում քաղաքական հրահանգի արդյունք։ Չի ցանկանա այս խնդիրը տեղափոխել քաղաքական հարցից։ Չլինելով հանրապետական ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Մարտիրոսյանը հաճույքով կպատասխանի թեկուզ այն հարցին, թե չի արատավորում Խաչատրյանը պետական կառավարման համակարգը։ Չի արատավորում, որովհետև ինքը հասարակության ծնունդ է։ Ինչպիսին մեր հասարակությունն է, այդպիսին է մեր իշխանությունն ու ընդդիմությունը։ Սակայն Լևոն Մարտիրոսյանն իրեն բացարձակապես վատ չի զգում, որ Սուրիկ Խաչատրյանի հետ ներկայացնում է քաղաքական նույն թիմը, Սյունիքի մարզպետն ինտելեկտուալ է։ Շփվել եմ, հա, լավ ճանաչում եմ այդ մարդուն։ Շփվել եմ, այո, ինտելեկտուալ ասելու ինչ եք հասկանում, որ մտավոր կարողությունները բարձր են, թե ցա բարձր։
Զարուհի Փոստանջյանը գիտի, որ հենց սկզբից իշխանությունը մտադիր չէր մատով դիպչել Սյունիքի մարզպետի որդուն։ Սերժ Սարգսյանը հենց ինքն է ասում, որ ես ձեր բոլորի աչքն է կհանեմ, բայց պետք է անեմ այն, ինչ ցանկանում եմ։ Այսպիսի վերաբերմունքը իրավական գնահատականի չի արժանանա Հայաստանում, հակառակ դեպքում Սուրիկ Խաչատրյանն ինքը Բուդաղյանի սպանությունից հետո բանտում կլիներ։ Մարզպետ Նստիկին Փոստանջյանի գործիք է Սերժ Սարգսյանի ձեռքին։ Ցանկացած մարդասպան գործիք, որը լավ կատարող է, իհարկե այսպիսի հանցագործ իշխանության համար անհրաժեշտ է եւ հենց դա է պատճառը, որ նրանից չեն հրաժարվում։ 2 ցերեկ եւ 1 գիշեր կառավարության շենքի մոտ անցկացրած նայիրիցիները դադարեցրին նստացույցը։ Հաջորդ ակցիան նախագահականի մոտ մայիսի 19-ին հրավիրող հայտարարությամբ։ Նստացույցի մասին էլ առայժմ խոսք չկա, երթն է լինելու 3 շաբթի, խումբը այդպես է որոշել։ 3 ամսից ավելի պաշտոնապես գործազուրկ համարվող նայիրիցիները պահանջում են 18 ամսվա աշխատավարձի մարում ընդամենը 1-ից 2 ամսվա ընթացքում։ Նրանք չեն հավատում էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի խոստմանը, թե մինչև տարվա վերջ կվճարվեն նայիրիցիների աշխատավարձերը։ Քանի որ Երվանդ Զախարյանը հայտարարեց, որ 2 օրվա ընթացքում Նայիրիդ գործարանի գույքը կհանվի միջպետական բանկի գրավից եւ իրենք մեզ խոստացել են, որ եթե հանվի գրավից 1-2 ամսվա ընթացքում գործարանի աշխատողների պարտքերը աշխատավարձի կմարվի։ Արդեն մոտ 3 ամիս է կառավարությունից ժամանակացույց են խնդրում, որ մարդը իմանա հաստատուղթ ունենա ձեռքին, ընտանիքի անդամը համոզվի, որ այդ աշխատանքի արդյունքում աշխատավարձը չի կորելու։ Նայիրիցիներին օրվա ընթացքում մոտեցել են պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը եւ Հովհաննես Մարգարյանը։ Գործադիր մարմնի ներկայացուցիչ նրանց չի մոտեցել։ Ոչ կառավարությունից, ոչ մարդու իրավունքների պաշտպանից ընդհանրապես մեր երկիրը պարզվում է իշխանություն չունի։ Չնայած կառավարական անուշադրությանը, նայիրիցիները չեն կորցնում հումորի զգացումը, մանավանդ որ նրանք հայտնվել էին թերթերի էջերում։ Արես, ես էլ եմ այստեղ։ Նկարը պայ վիճակ։ Այս թանկացումը արվում է միայն մեկ նպատակով՝ փակել հեծում կուտակված ապօրինի այդ հանցավոր ճանապարհով կուտակված 250 միլիոն դոլարի պարտքը։ Ըստ Լևոն Զուրաբյանի էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելով իշխանությունները ցույց են տալիս, որ բացարձակապես մտադիր չեն բացահայտել հեծում տեղի ունեցող չարաշահումները, այլ շարունակել թալանը։ Դա նաև նշանակում է, որ ապագայում մենք ունենալու ենք նոր պարկերի կուտակում։ ՀԱԿ-ը մտադիր է էլեկտրաէներգիայի թանկացման հարցը քննարկել ազգային ժողովի արտահերթ նիստում, որի ձևաթուղթն արդեն պատրաստ է, անհրաժեշտ է հենց այսօր 44 падգամավորի ստորագրություն։ Իհարկե մենք հասկանում ենք, որ մեր քայլերը կարող է անհրաժեշտ արդյունքի չբերեն, բայց ինչ որ բան պետք է անել, սա կփորձենք, չստացվի ուրիշ քայլեր կփորձենք։ Ուրիշ քայլերը բողոքի գործողություններն են, անհրաժեշտ է ուժեղացնել դիմադրությունը եւ մի քանի հազար մարդ դուրս բերել փողոց, անցյալ թանկացմանը դա փորձել են։ Անցանակալ հիշում եք, երբ որ թանկացումը եղավ, մոտ, չգիտեմ, 2000 մարդ էր եկել ամենաշատը։ Եվ ինչ որ չափով նաև քաղաքացու անտարբերության հետևանք էր այն, որ չկարողացանք կանխել այդ ծրագիրը։ Միայն ժողովրդի ուժեղ հակազդեցությունն այսօր կկանխի էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը, համոզված է Լևոն Զուրաբյանը։ Վերջինս հիշեցնում է, որ սակագների թանկացման դեմ բողոքելն այն հարցը չէ, որտեղ պետք է մտածել դափնիների մասին։ Սա բոլոր քաղաքական ուժերի եւ հասարակական խմբերի ու անհատների հարցն է։ Իշխանությունը իսկապես կնահանջի, եթե տեսնի ժողովրդի այդպես համառ ճնշումը։ Ինչքան ժողովուրդը թույլ տա, որ իրեն թալանեն, այնքան թալանելու են։ Իշխանության համար ըստ պարոն Զուրաբյանի բարոյական արգելքներ չկան, ինքը նույնիսկ փորձարկումներ է անում, թանկացնում է, տեսնում է դիմադրություն չկա, նորից է թանկացնում։ Գոնե մեկ անգամ ժողովուրդը պետք է փողոց դուրս գա։ 10,000 մարդ դուրս գա փողոց։ Իշխանությունը կնահանջի։ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի գործարկումը խոստանում է եկամուտների եւ համախառն ներքին արդյունքի աճ, ինչպես նաեւ ժամանակի խնայողություն։ Ուղևորների համար տնտեսական օգուտները հաշվարկված են 2.5 ԱՄՆ դոլար 1 ժամի համար։
Հանրապետության հյուսիս-հարավի հետ կապող 556 կիլոմետր երկարությամբ այս ճանապարհի կառուցումը սկսվել է 2012 թվականին։ Ծրագրի իրականացման համար արդեն ներդրվել է $750 միլիոն։ Բանակցային փուլում է $550 միլիոն հարցը։ Տրանսպորտի եւ կապի փոխնախարարը անդրադարձավ նաեւ ֆինանսական որակական չարաշահումներին, որոնք ժամանակին հայտնաբերել էր վերահսկիչ պալատը։ Թերությունները արձանագրված են եղել, ոչ մի կոպեկ գումար դրանց դիմաց վճարված չի եղել, եւ այս պահի դրությամբ, երբ որ ճանապարհը արդեն կառուցված է, բնականաբար շտկված է։ Հանրապետական Կարինե Աճեմյանը մտահոգված էր արդեն կառուցված Արարատի ճանապարհահատվածով, որը ըստ նրա խիստ տարբերվում է Թբիլիսի-Բաթում նույնատիպ բարձրակարգ ճանապարհից։ Իսկ Գործատուների միության նախագահին հետաքրքրում էր, ովքեր են կապալառուները։ Գաղտնիք չի, որ գնումներում հաճախ հաղթում են ընկերություններ, որոնք դեռ ոչինչ չունեն, բայց իրենք հետո գնում են ինչ-որ խմբեր են հավաքում կամ այլ ընկերության են պատվիրակում։ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը պետք է շահագործման հանձնվի 2020 թվականին։ Բոլոնյան համակարգը կրթական ոլորտում մեծ առաջընթաց կարող է արձանագրել, սակայն լիարժեք արդյունքի համար ժամանակ է պետք։ Գործընթացը շատ երկրներում է ընդունված, բայց կատարյալ ձևով չի ընթանում եւ դա նորմալ է, քանի որ ինտեգրումը ոչ բոլոր երկրներում է արագ լինում, անգամ Խորվաթիայում դեռ թերություններ կան։ Եվրոպական երկրների ներկայացուցիչները 2 օր է Երևանում փորձում են նաեւ գործընկեր երկրների կրթական համակարգի մասին տեղեկություններ հավաքել ու փորձի փոխանակում կազմակերպել։ Ավստրիայի պատվիրակությունն արդեն իր համար կարևոր նկատառումներ է արել։ Հայաստանում կա բարձր տեխնոլոգիական կրթական համակարգ, ես պատրաստվում եմ իմ երկիր տանել այդ փորձը, զարմանալիորեն հիացած եմ, քանի որ իմ երկրում էլեկտրոնային կրթությունը այդքան զարգացած չէ, որքան այստեղ, իդեմս Թումո ստեղծարար կենտրոնի։ Ավստրիայի ներկայացուցիչին սակայն Հայաստանում մի բան է անհանգստացրել։ Իհարկե շատ կարևոր են ուսանողների փոխանակման ծրագրերը, մենք աշխատում ենք, որ հայ ուսանողները գան մեզ մոտ սովորելու, բայց Հայաստանը պետք է աշխատի այնպես անել, որ նրանք վերադառնան աշխատելու։ Նրանք չեն վերադառնում, դա Հայաստանի համար խնդիր է։ Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի մասնակիցները օրվա վերջում միաձայն ընդունեցին Երևանյան կոմունիկեն։ Առաջին անգամ փաստաթղթում ներառվել է կետ համաձայն, որի եվրոպական ծրագրերը հասանելի կլինեն նաև հակամարտության գոտիների ուսանողներին ու դասախոսներին։ Նախագահության էստաֆետը Հայաստանը փոխանցեց Ֆրանսիային։ Կիրակի օրը Հայաստանի 3 մարզերում անցկացվելու են տեղական հանրաքվեներ, որոնց ընթացքում բնակիչները պետք է պատասխան տան, արդյոք նրանք համաձայն են, որ իրենց համայնքները խոշորանան։ Լոռիում, Տավուշում եւ Սյունիքում գյուղերը նախատեսված է միավորել համապատասխանաբար Թումանյան, Դիլիջան քաղաքների եւ Շինուհայր գյուղի շուրջ։ Այդ ծրագրերը թե բնակիչների եւ թե մնացած հասարակության կողմից միանշանակ չեն ընկալվում։ Օրվա գլխավոր թեման։ Լավ բան չկա։ Ուղղակի մեն ուզբենականում են անել, բայց ժողովրդի տունը քանդում են։ Բոլորովին։ Ճիշտ չի դա։ Խոսքը Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնած համայնքների խոշորացման պիլոտային ծրագրի մասին է, որի արդյունքում Լոռու մարզում կմիավորվեն Քարինջ, Լոռուտ, Աթան, Շամուտ, Մարզ, Ահնիձոր եւ Թումանյան համայնքները։ Իրեքը միտեղ դառնա, դա մեզ ձեռնտու չի։ Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքների մեծ մասում բնակչության թիվը 1000-ի չի հասնում։ Համայնքներն անմխիթար վիճակում են գտնվում։ Տնտեսության զարգացման եւ բնակչության կենսամակարդակի բարելավման նպատակով իրականացվող ծրագիրը կառավարության կողմից առաջարկվում է որպես առկա խնդիրների լուծման լավագույն տարբերակ։ Հենց իմանանք ինձ մի թուղթ պետք է, ես որտի հասնեմ։ Ոնց կա նույնն էլ կենամա, այն ոնց են ասում, ջրի պես գնումա, ավաբզի պես մնամա, ոչ մի բան էլ չեն անում։ Աթանն ունի 271 բնակիչ, 84 տնտեսություն, համայնքի բյուջեն կազմում է 7 միլիոն դրամ։ Բնակչությունն այստեղ զբաղվում է անասնապահությամբ, սակայն կաթնամթերքի եւ մսի իրացման խնդիր կա։ Ժողովուրդը մի քիչ ասենք շատ չի համաձայն խոշորացմանը, բայց թե աշխատատեղ բաց կլի մի քանի մարդ ասենք մի ուրիշ գործող կաշխատի, դեմ եթե հաշվապատել տնտեսում կլի էլի կհերիքի կամ կհավաքեն մի տարի ասենք մեր համայնքի մակարվի, մի տարի մյուս համայնքի մակարվի։ Համայնքների խոշորացումը Շամուտում առօրյա քննարկվող թեման է դարձել։ Ծրագիրը գյուղացիներին անորոշ է թվում, բնակիչների կարծիքով իրենց խնդիրների պատասխանները հստակ չեն եւ մի տեսակ անիրականանալի են։ Հարցը նա է, որ խոշորացումն առաջարկող մարդիկ հենց ինքներ իրենք չգիտեն ուր տանելու ճանապարհը։ Իրանք բազմիցս եկել են։ Մենք կոնկրետ ինչ-որ բան չեն ասել։ Կողմենք շատ դա ընդունելի, շատ ճիշտ, բանա որ մեզ համար պետք է լի անպայման։
դա անհրաժեշտ բան է։ Միամից մի գյուղին այդ ձև աշխատանքին կստեղծվի։ Շամուտում փաստացի գրանցվածների թիվը հասնում է մինչև 290-ի, սակայն գյուղում բնակվում է շուրջ 200 մարդ։ Գյուղում չկա մանկապարտեզ, միջհամայնքային ճանապարհը գտնվում է անբարեկարգ վիճակում եւ այլն։ Լուծարը մեն էլի համայնքը։ Խոշորացնելու որն է, ուզում են լուծարը։ Համայնքների խոշորացման օգտին բերվող գլխավոր փաստարկն այն է, որ պետությունը տնտեսելու է գումարներ, որոնք նախատեսված են ամեն մի փոքր գյուղի վրա։ Դոտացիաները, որոնք ծախսվում են գյուղապետարանների աշխատակազմը պահելու վրա, հավաքվելու են եւ լուծելու են ավելի մեծ համայնքի խնդիրները՝ աղբահանություն, լուսավորություն, ճանապարհների շինարարություն եւ այլն։ Գլխավոր հակապաստարկն այն է, որ բնակավայրերը կորցնելու են իրենց ինքնուրույնությունը, որ ընդհանուր բյուջեով խնդիրները միևնույնը չեն լուծվելու։ Գյուղապետարանների մի քանի տասնյակ աշխատակիցներ կզրկվեն աշխատանքից եւ ստիպված կլինեն հեռանալ երկրից։ Խոսվում է նաեւ այն մասին, որ ասենք Թումանյանում գտնվող համայնքի ղեկավարությունը չի ցանկանա զբաղվել, ենթադրենք, Աթան գյուղի խնդիրներով։ Չնայած իշխանությունն էլ ասում է, որ այդ խոշորացված համայնքների ավականիներում հավասար հիմունքներով կներկայացվեն բոլոր գյուղերի պատվիրակները։ Կանխատեսելի է, որ այն գյուղերի գյուղապետերը, որոնք այսպես ասած խոշորացման տակ են ընկնելու, դեմ կլինեն այդ ծրագրերին, որովհետև զերկվելու են իրենց որոշակի լծակներից։ Գյուղացիները, որոնք կախման մեջ են գյուղապետից, նույնպես շատ հավանական է կրկնելու են գյուղապետի կարծիքը։ Իսկ ամենամեծ հարցը այն է, որ տեղական հանրաքվեների արդյունքները պարտադիր չեն լինի գործադիրի համար։ Այդ դեպքում պարզ չէ, թե ինչի համար են հանրաքվեները անցկացվում։ Ամեկ պլյուսի զրուցակիցն է Հայ ազգային կոնգրես կուսակցության գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանը։ Պարոն Աբրահամյան, ձեր կուսակցությունը դեմ է համայնքների խոշորացման այս ծրագրին։ Կարող եք մի քանի կետով հիմնավորել, թե ինչու։ Մենք համարում ենք, որ այն ծրագիրը, որը հիմա փորձում է իրականացնել կառավարությունը, ամբողջությամբ հակասում է տեղական ինքնակառավարման համակարգի կոնցեպցիային եւ բնակավայրերի զարգացման գլխավոր կոնցեպցիային, որը պետք է լինի ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար եւ պետք է լինի պետության հոգատության առարկա նախ եւ առաջ։ Այն ինչ որ փորձում են անել գոնե 3 ամենասկզբունքային հարցերով հակասում է դրան, այսինքն զրկում է շատ ու շատ համայնքներին սեփական իշխանություններ ձևավորելու հնարավորությունից, զրկում է սեփական ֆինանսական միջոցները տնօրինելու հնարավորությունից եւ զրկում է սեփական խնդիրները լուծելու եւ կառավարելու հնարավորությունից։ Սա կարող է բերել ժամանակի ընթացքում կարող է բերել շատ ծանր հետևանքների շատ ու շատ արդեն կայացած տարիների եւ միգուցե դարերի պատմություն ունեցող համայնքների համար, բայց ցավոք սրտի, երբ որ այդ հետևանքները արդեն ի հայտ կգան, շատ դժվար կլինի նորից շտկել իրավիճակը։ Մենք հետեւաբար դրան կտրականապես դեմ ենք եւ մենք հայտարարություն ենք կատարել այդ կապակցությամբ եւ կոչ ենք անում բոլոր այն համայնքներին, որոնք ընդգրկված են այս պիլոտային ծրագրում, այս կիրակի օրը մասնակցել անպայման հանրաքվեին եւ դեմ քվեարկել դրան։ Ձեր կուսակցության ներկայացուցիչները վաղը չէ մյուս օրը քարոզչություն անելու են, այսինքն մինչև այդ քարոզչություն արել են եւ արդյոք ներկա են լինելու այդ հանրաքվեին, որպեսզի ամեն ինչ արդար անցնի։ Այո, մենք իհարկե վաղը չէ մյուս օրը չենք կարող քարոզչություն անել, բայց մենք քարոզչական գործողություններ իրականացրել ենք։ Նախ մեր տարածքային կառույցները շատ ակտիվ աշխատել են համայնքներում։ Երկրորդ ազգային ժողովի մեր падգամավորները, մասնավորապես Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, տարբեր աշխատանքային խմբերով այցելել են այդ համայնքների մեծ մասը, խոսել են բնակչության հետ, խոսել են նաև տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ, ներկայացել են մեր տեսակետը։ Պետք է ասեմ նաև, որ բնակչության 80%-ը այդ համայնքներ կան, որ նույնիսկ համարյա 100%-ը համաձայն էին մեր տեսակետների հետ եւ իրենք պատրաստվում են դեմ քվեարկել այդ միավորմանը, շատ լավ հասկանալով դրա բացասական հետևանքները։ Հիմա որ ամեն ինչ արդար անցնի, պետք է նաեւ ներկա լինել այդ հանրաքվեին։ Այո, իհարկե, մենք նախ հանձնաժողովներում քվոտա ունենք, մենք մեր ներկայացուցիչներն ենք նշանակել բոլոր հանձնաժողովներում եւ հանձնաժողովների մեր անդամները խստագույնս կպահպանեն օրենքը, բայց մյուս կողմից էլ ասեմ, որ համայնքներում ունեցած հանդիպումները ցույց տվեցին, որ հենց իրենք էլ համայնքի
համայնքների ներկայացուցիչները համապատասխան հանձնաժողովներում նույն վճռականությամբ պայքարելու են, որպեսզի իրենց քվեն չկեղծվի, իրենց ժողովրդի քվեն չկեղծվի եւ իրական արդյունքները արձանագրվեն վերջնական։ Մենք անելու ենք այդ աշխատանքը եւ Կիրակի օրը նաեւ նախատեսում ենք համագործակցում ենք որոշ դիտորդական առաքելությունների հետ եւ նրանք նույնպես կներգրավվեն եւ լրատվամիջոցների հետ խնդրել ենք որպեսզի աջակցեն եւ լուսաբանեն այդ ամբողջ գործընթացը։ Շնորհակալություն։ Իմ զրուցակից Ներհայազգային կոնգրես կուսակցության գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանը։ 2007 թվականի մայիսի 15-ին ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը շնորհավորել է լրագրողներին 21-րդ դարում Հայաստանում անցկացված ամենալավ ընտրությունների կապակցությամբ, չնայած կարծում է, որ կային նաև թերություններ։ Ժողովրդավարությունը զարգացող պրոցես է եւ համոզված են, որ այդ թերությունները հետագայում կշտկվեն եւ Հայաստանը ընտրությունից ընտրություն ել ավելի կթևակողի զարգացած ժողովրդավարության շրջան, ասել է Էդուարդ Շարմազանովը։ Էլ ինչ իրադարձություններ են տեղի ունեցել մայիսի 15-ին վերջին 24 տարվա ընթացքում։ Նյութեր Ամեկ+-ի պահոցից։ 1997-ի այսօրը մի խումբ ցուցարարներ դատավոր Հովիկ Ղուկասյանից պահանջում են իրենց էլ դատել 1996-ի սեպտեմբերի 25-ին ազգային ժողովի վրա գրոհելու համար։ Այդ օրը մեղադրյալի աթոռին էին դաշնակցական Կիմ Բալայանը եւ եւս 3 հոգի։ Հույս ունենք, որ ի վերջո դատավորը կունենա քաղաքացիական մի փոքր արիություն, որպեսզի ինքն էլ չոտնահարի օրենքը։ Նույն օրը Գերագույն դատարանում անձնական պատճառներով կալանքից ազատ արձակվեցին 31-ի գործով դատվող 2 հոգի, որոնք մեղադրվում էին 1995-ի հուլիսին Վազգեն Սարգսյանին սպանելու եղանակով հեղաշրջում իրականացնելու փորձի մեջ։ Փոխարենը դատարանը կալանքի տակ էր պահում Վահան Հովհաննիսյանին եւ մյուսներին։ 1998-ի այսօրը լրագրողների բասկետբոլի թիմի հետ մրցման էր դուրս եկել Ռոբերտ Քոչարյանն ու իր թիմը։ Խաղացողների մեջ էին նաև արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը։ Ռոբերտ Քոչարյանի թիմն ի վերջո հաղթում է լրագրողներին։ Միշտ հաջելի է լրագրողներին հաղթել, եթե ոչ դիվանագիտական թաշտում կոնե բասկետբոլի հետ լավ է։ Ավելի լավ է լրագրողների հետ խաղալ, քան հարցազրույց տալ։ Ինչու՞։ Սենց ավելի հետաքրքիր էլի։ Դա նորմալ խաղել։ Ուժերի հավասարություն։ Հաշիվը ցույց չի տալիս որ ուժերի հավասարությունն է, բայց նորմալ խաղ է։ Շատ զոռ էր, շատ դժվար էր։ Դե, չգիտեմ, երևի վազելուց է, էլի, որ մի քիչ դժվար է այդքան վազել, իրանք լավ են վազում։ Խաղում ենք երևի ավելի շատ ոչ թե վերջնական արդյունքի, այլ մթնոլորտի համար։ Եվ սա էլ է երևի մի նշան նրա, որ երկրի իշխանությունը փոխվել է, նորմալ մթնոլորտում հանդիպում ենք, խաղում ենք։ ԿՀ անդամ Վահե Վարսենյանը դատարան է դիմել ընդդեմ հարազատ հիմնարկի։ 1999-ի այսօրը նա պատճառաբանում է։ Առաջիկա ազգային ժողովի ընտրություններում ԿՀ-ն քվեարկելու իրավունք է տվել տարածքներում ժամանակավորապես բնակվողներին, թեպետ նրանք գրանցված են այլ վայրերում։ Ի դեպ ընտրություններից մի քանի օր առաջ վերջապես տպագրվել էր ԱԺՄ նախընտրական բուկլետը։ Նախապես ներողություն եմ խնդրում, այստեղ կան նաև տարածքալներ։ Ազգային ժողովի ընտրություններից առաջ Հայաստանում է վիետնամցի գերագույն հոգևոր ուսուցիչ Չին Հայը։ Կամերային երաժշտության տանը հավաքվածները նրան բարի գալուստ են մաղթում։ Նա եկել է մեդիտացիա սովորեցնելու, այնուամենայնիվ ոչ ոք տեղյակ չէր, թե նրան ով է Հայաստան հրավիրել։ Վանաձոր այցելած Միասնություն դաշինքի լիդեր Կարեն Դեմիրճյանը վանաձորցիներին խոստանում է, որ ազգային ժողովի ընտրություններում հաղթելու դեպքում ինքը վերացնելու է падգամավորի անձեռնմխելիության ինստիտուտը։ Վանաձորցիները Կարեն Դեմիրճյանին դիմում էին թագավոր տիտղոսով, իսկ Վազգեն Սարգսյանին անվանում էին սպարապետ։ 2000 թվականի մայիսի 15-ին ազգային ժողովի երկրապահները լքում են Միասնություն դաշինքը, որի ղեկավար Անդրանիկ Մարգարյանին Ռոբերտ Քոչարյանը նշանակել է Հայաստանի վարչապետ։ Եվս երկուսը հեռանում են գործարաններով համալրված կայունություն խմբից։ Երկրապահների պատճառաբանությունն է, Միասնությունը համագործակցում է Ռոբերտ Քոչարյանի հետ։ Մենք ընդունում ենք, որ վարչապետը դա մերը չի, նախագահի վարչապետն է այսօր, եւ բնականաբար ամբողջ քաղաքականությունը դաշտում ուղղորդվելու է նախագահի թելադրմամբ։ Մայիսի 14-ի լույս 15-ի գիշերը անհայտ անձինք հարձակվում են լեգենդար կոմանդոսի Արկադի Տեր Թադևոսյանի տան վրա։ Վիրավորվել է նրա թիկնապաններից մեկը։ Մի քանի օր առաջ կոմանդոսը մտադրություն էր հայտնել ստեղծել ազատամարտի վետերանների նոր միություն։ Կոմանդոսն ասում է՝ ես թշնամիներ չունեմ, տնտեսական գործունեություն չեմ ծավալում եւ инձանից էլ նյութական արժեք չեմ ներկայացնում։ С Мануэлом и с этим Егропа она не связана, да. Мы не когда говорим
криминальные структуры, мы не имеем в виду Егропа. 2000 թվականի այսօրը բացառիկ դեպք է գրանցվում հայկական ֆուտբոլում, անավարտ է մնում Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի Կիլիկիա Զվարթնոց խաղը։ Կիլիկիան դժգոհ է մնացել խաղի մրցավարներից եւ 5-րդ րոպեին լքում է դաշտը։ Այնուհետև հայտարարում է, որ մրցավարության պատճառով լքում է ազգային առաջնությունը, որի արդյունքում առաջնությունում մնում է 7 թիմ։ Դա Հայաստանին սպառնում է զրկվել ազգային առաջնություն կազմակերպելու իրավունքից, քանի որ ըստ FIFA-ի կանոնադրության ազգային առաջնություններն օրինական են, եթե մասնակցում են նվազագույնը 8 թիմ։ Դրա մասին հոգա Ֆուտբոլի ֆեդերացիան իրեն առաջնությունները այնպես կազմակերպի, որպեսզի թիմերը ստիպված դուրս չմնան։ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը սովորություն ունի անհետանալու եւ այդ պահերին նրան սկսում են փնտրել ազգային ժողովի падգամավորները, ինչ արած նա գրեթե միակ պաշտոնյան է, որը խոսում է չարաշահումների մասին։ Դիտեք նաև մեր վերջին խոսքը, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս։ Մենք կհանդիպենք երկուշաբթի օրը։ Եվ ես օրինակ զարմանում եմ, թե ինչու օրինակ այստեղ ներկա չէ Իշխան Զաքարյանը, եւ որից այդ հասուն դարձնում է։ Эй, ты новенького не видела? Меня нет дома. Странно. И это и нет дома. Куда они все подевались?